Օֆելիա Համբարձումյանը սովետական Հայաստանի ժամանակ հայտնի ժողովրդական երգչուհի էր։ Իհարկե, Օֆելիա Համբարձումյանը երգչուհի է։ Հայ մշակույթի գործիչ։ Երգչուհի։ Հայ երգի թագուհի Օֆելիա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 9-ին Երևանում։ Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը։ 1944 թվականից եղել է Արամ Մերանգուլյանի անվան հեռուստատեսության եւ ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներկչուհի։ Օֆելիա Համբարձումյանի երգեցողությունն առանձնանում է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում ժողովրդական, գուսանական եւ աշխուղական, ինչպես նաեւ կոմպոզիտորական երգեր։ Ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ Նովայի, Ջիվանու, Շերամի, Աշոտի, Շահենի երգերը, որոնցից շատերի առաջին կատարողը ինքն է։ Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում։ Մահացել է 2016 թվականի հունիսի 13-ին։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։ Օֆելիա Համբարձումյանը Հայաստանի ժողովրդական արտիստ է։ Արժանացել է Հայաստանի Հանրապետության Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի։ Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է հայ երգի թագուհի Օֆելիա Համբարձումյանին։ Մեր հաղորդման հյուրն է Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար, մեր սիրելի վարպետ Ռուբեն Մաթեոսյանը։ Բարի գալուս, պարոն Մաթեոսյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Պարոն Մաթեոսյան, դուք շուրջ կես դար ստեղծագործել եք եւ մոտ հարաբերություններ եք ունեցել Տիկին Օֆելիայի հետ եւ իմ կարծիքով ձեզնից լավ երևի ոչ ոք չի ճանաչել, առավելևս չի կարող բնութագրել Օֆելիա Համբարձումյանին։ Շատերը այն ժամանակ հիմա առավելևս հանուն ինչ-որ կոչումներ են պայքարում, սակայն Տիկին Օֆելիայի պարագայում միանգամայն այլ է իրավիճակը, որովհետեւ Օֆելիա Համբարձումյան անունը ինքնին կոչում է եւ ցանկացած կոչումից բարձր։ Ես շնորհակալ եմ հրավերի համար, մանավանդ որ հաղորդումը նվիրված է հայ երգի, ինչ ասեմ, հայ երգի ամենամեծ նվիրյալին Տիկին Օֆելիա Համբարձումյանին, ձեզ համար, ինձ համար իմ Օֆիկին։ Ես այդ իրավունքը նրանից ստացել եմ 55 տարի իրար կողքի աշխատելու համար։ Բառ է, պարզապես թիվ, մի ամբողջ կյանք, այնպես որ, այնպես դուք ճիշտ նկատեցիք, այնպես ինչպես ես կարող եմ ներկայացնել, թերևս նրան իբրև մոտիկից ճանաչող շատ քչերը կարող են լինել։ Ասեմ, բծախնդիր արվեստագետ, իր հանդեպ շատ խիստ, իր կատարողական վարպետությունը անընդհատ հսկողության տակ պահող երգչուհի, իրեն կատարումները հրաշալի լսող երգչուհի, իմանալով թե ինչ է երգում, նա ինքը իրեն լսում էր, պարտադիր կերպով, շատ ուշադիր էր եւ ձայնագրության ժամանակ ինքը ոչ թե սիրահարվում էր իր կատարումը, այլ շատ ուշադիր էր, երբեմն ձեռքը ոչ թե ականջին էր դնում ձևի համար, այլ ուզում էր իր արձագանքը հենց ինքը լսեր առաջինը, թե ինչպես է այս կամ այն երաժշտական դարձվածքը ինքը կարողանում ամփոփել կամ ներկայացնել այնպես, ինչպես ինքը այդ գտել էր փորձի ժամանակ։ Շատ լուրջ արվեստագետ էր եւ շատ բեղում, որովհետեւ 1, 10, 20 երգ չէ, որ երգել է, հարյուրավոր երգերի կյանք է տվել։ Երգչուհի, ում վստահվել է առաջին կատարման իրավունքը, երգի առաջին կատարման իրավունքը։ Երգչուհի, ով կարողացել է ժողովրդին հասցնելու երգի բնույթը, երգի բովանդակությունը եւ ընդհանրապես ինքը երգը իբրև ոչ միայն հնչող ստեղծագործություն, այլ յուրաքանչյուրի կյանքում տեղ գտնող ինչ-որ մի արձագանք, ինչ-որ մի երևույթի
արդիվ շատ պրոֆեսիոնալ երգչուհի էր Օֆելիա Կարպովնան ես երբեմն այդպես ռուսական բանով եմ ասում որովհետև ես իրան երբեք նման ձևով չեմ ընդունել ես իրան ասել եմ Օֆիկ ջան Դե 55 տարին պարոն Մատեոսյան մի ամբողջ կյանք է ընդ որում այդ 55 տարին բեմի վրա անմնացորդ սիրով նվիրումով ամենայն պատասխանատվությամբ Գիտեք ինչ շատ հազվադեպ է պատահում որ միևնույն ինչպես ասեմ երաժշտախմբում կամ միևնույն թատրոնում կամ ինչպես կուզեք հասկացեք միևնույն ստեղծագործական միավորում կոլեկտիվում աշխատեն կողք կողքի 3 խոստումնալից չասեմ որ շատ լավն են եղել որովհետև արդեն մեր մասին շատ են խոսել կարիք չկա եւ մեծամտություն չի փաստ է պարզապես որ Չէ բայց պարոն Մատեոսյան շատ լավը մեղմ եք ասում դեռ Այո Օֆելիան Հովանեսը եւ Ռուբենը աշխատել են կողք կողքի մեկը մյուսին ոչ թե խագարելով կամ բամբասելով կամ ավելորդ խոսելով այլ մեկը մյուսին օգնելով մեկը մյուսին լրացնելով մեկը մյուսի հետ մեկը մյուսի կողքին բարձրանալով ասելով իր խոսքը շատ դժվար է կարծում եք հեշտ է դա մրցություն չի եղել մրցակցություն ավելի ճիշտ չի եղել երեքի միջև եղել է պարզապես ցանկություն որ պիզի կարողանանք հայ երգը հասցնել յուրաքանչյուր հայի թե գիտակցությանը, թե մտքին, թե հոգուն, թե սրտին, թե կենցաղում լինելու անհրաժեշտությունը պատահական չի, որ մեզ ճանաչում են ես չեմ անհարմար զգա Տասնյակ երկրներում հյուրախաղերով հանդես եք եկել Տիկին հայության շրջանում հատկապես այո մենք եղել ենք ձայն Հայաստանի եւ այդ կոչմանը մենք արժանացել ենք հենց իր ժողովրդի կողմից գիտեք ինչ շատ դժվար է անընդհատ լինել տեսադաշտում հանդիսատեսի երբ քեզնից անընդհատ սպասում են Հայաստանում բավական բարդ է այդ ամենակատարյալ արվեստագետը Հայաստանում երևի 1 տասնյակ հազիվ գործունեության իրավունք կվերապահվի նրան հանդիսատեսի կողմից 1 տասնյակ, բայց 55 տարի բայց 5 տասնյակ եւ ավելին եւ դեռ շարունակվում է ուշադրության կենտրոնում մնալ, որովհետեւ այդ արվեստագետ, այսինքն իմ Օֆիկը երգել է այնպես Օֆելիան երգել է այնպես, ինչպես ոչ ոք հասցրել է երգը այնպես, ինչպես ոչ ոք դեռ չի կարողացել։ Գիտեք ինչ, կարող է ավելի լավ երգել, կարող է հրաշալի երգել, փայլուն երգել, բայց այնպես, ինչպես Օֆելիան կարողանում էր մտնել մարդկանց սրտի մեջ, նրանց հոգու հետ խոսել եւ նրանց կողքին լինել երգելիս, այդպես չի պատահում։ Դրա համար էլ նա արժանացավ բազում իշխանանշանների, բազում գնահատականների, թե ժողովրդի կողմից, թե կառավարության կողմից, թե երաժշտագետների կողմից, թե այստեղ, թե օտար Կարևոր արժանացավ հավերժ հայ ժողովրդի սիրուն։ Դե եթե նրան մագդիրներով, էպիտետներով, ինչ ասես կարելի է կողքին համբարձումյան դա բավական է, պարոն Մատեոսյան։ Նշանակում է մի ողջ դարաշրջան հայ երգի մաքրամաքուր մատուցման ժամանակավորսկեդար, որտեղ ուրեմն իր շնորհը շռայլորեն նվիրեց ժողովրդին իհարկե քչերին է հաջողվում մենք երևի երեքս էլ երջանիկ է բոլոր նրանք ովքեր աշխատեցին այդ տարիներին ռադիոյի համակարգում ավելի ճիշտ խոմ բոլորը չեն որ ճիշտ է ֆոնդ կարող է ստեղծել բայց ժամանակավոր կամ բայց մնայուն ֆոնդում
տեղ ունենալու համար ժամանակների փոփոխությունը որևէ վնաս չի հասցնում արվեստագետին եւ նրանք միշտ մնում են, որովհետեւ բոլոր ժամանակների համար է կատարյալ արվեստը։ Այնպես որ Օֆելիա Համբարձումյանը ապացուցեց, որ ինքը բոլոր ժամանակների երգչուհին է։ Ես երբեք չեմ կարող հենց այնպես խոսել Օֆելիայի մասին, ոչ Հովանեսի, ոչ Օֆելիայի մասին։ Իմ մասին չեմ ասի, որովհետև իմ մասին էլ շատ են ասել, կարիք չկա, որ ինքս խոսեմ, բայց որ մենք երեքս եղել ենք իսկապես մերանգոլյանական, այսինքն Հայաստանի առաջին երաժշտական կոլեկտիվի նվիրյալներ եւ Մերանգոլյանի հետ էլ Մերանգոլյանը եղել է 40 տարի գեղարվեստական ղեկավարը անսամբլի եւ նրան մահից հետո նոր շարունակելի դարձավ հերթագայությունը գեղարվեստական ղեկավարների, որ հասավ նաեւ Մերանգոլյանի անսամբլին առանձին կարողանանք բանավատերսան Սա մի կոլեկտիվ էր, որտեղ ուրեմն թույլ տվեց Օֆելիա Համբարձումյանին լրիվ բացահայտվել իր տաղանդով, իր շնորհով։ Շատ բարի, շնորհակալություն։ Հարգելի բարեկամներ, այժմ եթերից առաջ անգամ կցուցադրվի վավերագրական կադրեր հեռավոր 1960 թվականի Օֆելիա Համբարձումյանի կատարմամբ Գուսան Աշոտի «Ասա ինչու դու լուռ ես»։ Լսենք այդ հին, բայց քաղցր այդ վավերագրական վերհուշը կատարումը Տիկին Օֆելիայի ներկայացմամբ եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Ռեսպուբլիկայի ժողովրդական արտիստուհի Օֆելիա Համբարձումյանը հաճախ համերգներով հանդես է գալիս մեր հասարակայնության առջև։ Կատարվում է Գուսան Աշոտի «Ասա ինչու դու լուռ ես» երգը։ Պարոն Մաթեոսյան, Այո։ Տղամարդկանցով ենք խոսում, նաև մի հարց։ Տիկին Օֆելիայի կատարմամբ բավականին են երգեր, որոնք եւ գրվել են տղամարդու համար, եւ դրանց գուցե ի սկզբանե նախատեսված եղել թե երգի բառերով, տեքստով, որ դա պետք է կատարի անպայման տղամարդարական սերի։ Դուր էր գալի նապտի երգեր, բառը կփոխեր եւ այո, սակայն Տիկին Օֆելիան այդ կարծրատիպը փոխեց եւ բավական մի շարք երգեր կան, որ այսպես կոչվող ճակերտավոր տղամարդու կատարվելի երգերը նրա կատարմամբ ոչ միայն ավելի քաղաքացիություն ստացան, այլև ավելի ճանաչելի եւ սիրելի դարձան։ Ավելին, նրա համար կարծեմ մեր մի շարք գուսաններ, Աշոտը, Շերամը հատուկ երգերել են գրել։ Շերամը չէ, Շերամը չկար արդեն։ Աշոտը, Շահենը, Հավասին, այո, իհարկե նրա համար։ Գիտեք ինչ, Օֆելիան շատ հետաքրքիր երգչուհի էր։ Այո, կա երգ, որ գրված է աղջկա համար։ Օրինակ ասում են ուռին, տղան չպետք է երգի, բնականաբար, որովհետև արդեն իսկ հուշում է, որ սա կամ Անուշիարյան տղամարդը չպետք է երգի, ոչ էլ Սարոյարյան կինը, բնականաբար։ Բայց կան երգեր, որոնք հեղինակները, իսկ մեր գուսարները բոլորը տղամարդիկ էին, ձոնում են նրանց խոսքը ուղղված էր միշտ կնոջը։
Բնականաբար տղամարդը պետք է երգեր, բայց այդ երգերը կարող են նաև կանայք երգել, չէ՞։ Օրինակ Քամանչան ոնց անպայման է կին երգի, կամ տղամարդ երգի, երգ է, լավագույն երգիչը պետք է երգի։ Իսկ նա իրավունքը ուներ երգելու, խոսքս Քամանչայի մասին չի, որտեղ դա գովերքում է, Քամանչային կինն էլ կարող է գովերքել, տղամարդն էլ կարող է գովերքել, բայց կա երգեր, այո, որ տղամարդու համար է գրված, բայց նա խնամքով տեքստը փոխվում էր, մի փոքր, ուղղությունը փոխվում էր եւ դառնում էր որ կինը գովի տղամարդը հա չէ ես էլ կարող եմ ասել տղամարդ երկի բայց ես էլ ուրիշի համար yarեմ այնպես որ նա էլ կարող է իհարկե նույնը ով ասեց որ անպայման միայն տղամարդը պետք է երգի կամ միայն կինը պետք է երգի դա այն երգը չի որ հատկապես ծիծաղել է օրինակ ես մի անգամ ռադիոյով լսեցի մի տղա շատ նենց համով հոտով երգում էր իրեն շատ էր դուր եկել եւ կարծում էր որ շատ լավ էլ երգում է հարս եմ գնում ոնց կարելի է իհարկե ոչ բայց երգեր կան որ կարելի է երգել մի բան հիշեցի մի Օֆելիան սիրում էր կատակել մեկ էլ հանկարծ ուրեմն մի օր ասեց վայ ռուբջան գիտես մի հատ հետաքրքիր բան ասեմ դե այն ժամանակ մեզ մոտ բեմադրվում էր Անուշը բանը Քյորօղլին Բաքվում բեմադրվում էր Անուշը այնպես որ սարսափելի երևույթ չէր եւ այդ արյաները երգում էին նաեւ մերոնք եւ Օֆելիան երկար ժամանակ երգել է Քյորօղլն ու արյան ասում վերջո մի 3 տարի երգելուց հետո հասկացան որ դա տղամարդ ու երգա բայց ենթադրում եմ որ շատ տղամարդկանցից ավելի լավ էր կատարում Մատայրյան։ Դե իր հնարավորությունների սահմանում այդ ստեղծագործությունը կատարելու շատ յուրատիպ ինքնատիպ կատարում կունենար բնականաբար։ Օֆելիան վատ երգել չէր կարող, բայց իրեն համար չէր բնականաբար ստեղծագործությունը։ Իսկ սովորաբար շատ լուրջ արվեստագետ էր, դա ասվեց նրա համար, որ դա այն ժամանակ երբ նա ընդամենը 30 տարեկան էր, բայց ավելի հասու տարիքում նա շատ լուրջ, շատ խիստ է եղել իր նկատմամբ։ Ամենայն պատասխանատվությամբ։ Իհարկե, երբ արդեն վաստակավոր արտիստ էր, ժողովրդական արտիստ էր, երբ նա արդեն անուն էր, կշիռ էր, դեմք էր հայ երգարվեստում, արդեն շատ զգուշ էր եւ ընդհանրապես շատ խիստ ինքը իր նկատմամբ։ Պարոն Մատեոսյան, որպես Տիկին Օֆելիային 55 տարի ասացիք, շատ մոտիկից ճանաչած, գրեթե ամեն օր միասին շփված, ստեղծագործած, մենք մեր մեծերին նրանց գործով հիմնականում գիտենք, աշխատանքով, իրենց թողած ժառանգությամբ, սակայն ցավոք կամ հիմնականում նրանց որպես մարդ, որպես հայորդի, որպես հայ, այնքան էլ լավ չենք ճանաչում։ Այդ առումով Տիկին Օֆելիան ինչպիսի անձնավորություն էր, որպես այդ նշածած առումներով։ Գիտեք ինչ ով նրան չէր ճանաչում, սխալ պատկերացում ունեին, նա կարող էր շատ խիստ քննադատել, բայց տեղին, ոչ թե նրա համար, որ ոչնչացներ, այլ նրա համար, որ կարգի հրավիրեր և նրա նորմալ աշխատանքը խթաներ, այդ այո, շատ շուտ տեսնում էր և չէր կարող կեղծ դիրք ընդունել, ասելով որ շատ լավ է, կասեր շատ վատ է։ Մեկ էլ փորձի եւ ավելի ճիշտ երգի չի կարելի։ Նա անպայման կասեր։ Մեծ հաշվով օգուտ էր։ Դրա համար պետք է շնորհակալություն հայտնել մարդուն։ Կասկածով շնորհակալություն հայտնել։ Բայց մի օրինակ կարող էր ենթադրենք մեր անսամբլի տղաներից, աղջիկներից որևէ մեկի երեխան հիվանդ լիներ, որին օգնություն էր հարկավոր բժշկական, բան, որ շտաբ շատ կարևոր եւ այսինչ մեծ անվանի բժշկի միջամտություններ հարկավոր, Օֆելիան չէր սպասի որ իրեն դիմեն։ Ինքը կգնար, այդ բոլոր գործերը կկատարեր եւ դրանից ինքը հաճույք էր ստանում, որ ինչ-որ մարդու ինչ-որ բանով ինքը օգտակար է եղել։ Շատ հետաքրքիր բնավորություն ուներ։ Բնավորություն չէր, հայ ժողովրդական այո, բայց նաև բռնկվող էր, կարող էր մի շատ հասարակ, բայց դա միայն այն օրերի, երբ նա պատասխանատու համերգ ուներ։
պետք չէր նրա հետ առնչվել, խոսել, որովհետև կարող էր, որովհետև նա զբաղված էր ինքը իրենով։ Շնորհակալություն։ Հարգելի բարեկամներ, եւս լսենք մեկ կատարում Տիկին Օֆելիա Համբարձումյանի կատարմամբ մի եղնիկ եմ ես 1962 թվականի տեսաձայնագրությունը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Ժողովրդական արտիստուհի Օֆելիա Համբարձումյանը։ Եղնիկ եմ ես, ու որ սարսարի, կանչում եմ քեզ, արի յար արի, կանչում եմ քեզ, արի յար արի, քեզ սիրել եմ ես, իմ կյանքի գարու, սպասել եմ քեզ, կարող եմ ես ագալու, սպասել եմ քեզ, բարդ փողալում, սպասել եմ քեզ, բարդ փողալում, Մի օր փորձասենյակ եկավ Գուսան Հավասին չէր տեսնում, չէ, 8 տարեկանում զրկվել էր տեսողությունից, եկավ ուրեմն յուրաքանչյուրին իր գիրքը նվիրեց, փոքրիկ մի գիրք էր, գրքույկ, որտեղ ուրեմն ամփոփված էին նրա վերջին շրջանի բանաստեղծությունները, որտեղ նա թե գրողների միության եւ թե կոմպոզիտորների միության անդամ էր, ժողովրդական արտիստ, շատ անվանի Գուսան, շատ, մենք շատ ենք սիրում, նահապետը մեր օրերի։ Եկավ ուրեմն բոլորին դեռ Օֆելիային նվիրեց գիրք, վրան գրած էր ինքը երգում էր եղնիկի պես ծուռ մի աշե այ աղջիկ Օֆելիան Հավասու երգը գրել է եղնիկի պես Օֆելիային եղնիկի աչքերի պես Օֆելիա Համբարձումյանին մենք կարդաց վարպետ վատ զգացի ասեց այո ասեց աղջիկս բան վարպետ Օֆելիային ասեց այո վարպետ ջան ես այդպես եմ քեզ տեսնում իմ հոգու աչքերով եղնիկի պես աչքերով, իսկապես շատ գեղեցիկ աչքեր ուներ Օֆելիան եւ ամբողջ կյանքում այդ աչքերի գեղեցկությունը մնաց չփոխվեց, որտեւ ոչ թե հայացքը, այլ աշխարհին նայելու, ընկալելու իր շնորհը մնաց իր հետ ամբողջ կյանքում։ Դրա համար էլ առաջացած տարիքում, երբ խոսում է իր արվեստի մասին, նա ասում էր, երբ պետք է բեմ բարձրանամ։ Պարոն Մաթեոսյան, դուք արդեն ձեր խոսքում նշեցիք այդ արտահայտությունը մերանգուլյանական, Տիկին Օֆելիան, դուք Հովհաննես Բատալյանը եւ մեր երգարվեստի շատ ու շատ ներկայացուցիչներ մերանգուլյանական այդ շկոլայի դպրոցի ներկայացուցիչներ եք։ Դուք այժմ ղեկավարում եք, բարեբախտաբար դուք եք ղեկավարում Արա Մերանգուլյանի անսամբլը, այդ համույթը։ Ինչ ծրագրեր ունեք։ Գիտեք ինչ, այն ժամանակ երբ ինձ նախընտրեցին գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելու պարտավորությունը, ինձ հետ էին եւ Օֆելիան եւ Հովհաննեսը։ Եվ նրանք ինձ շատ էին օգնում մնալու իբրև գեղարվեստական ղեկավար, որովհետև մենք երեքս անցել ենք մի շատ հետաքրքիր դպրոց, Մերանգուլյանական դպրոցը, մենք եղել ենք նաև կատարողներ, երբ մեր գեղարվեստական ղեկավարն էր Ջրբաշյանը, բարձրակարգ երաժիշտ, երբ մեզ հետ էր Արմեն Մանդակունյանը, հրաշալի երաժիշտ, եւ մեզ հետ էր Մանվել Բեգլարյանը, որ փայլուն ղեկավար էր, դիրիժոր էր եւ հրաշալի երաժիշտ։ Ու դրանցից հետո ստացնել գեղարվեստական ղեկավարի պարտականությունը բավական դժվար էր։ Ինձ օգնեցին ընկերներս եւ իմ ստացած այդքան տարիների կուտակված, ինչպես ասեմ, փորձը գեղարվեստական ղեկավարի, այսինքն ոչ թե ղեկավարելու, այլ պարտադրելու, այլ հարազատ մնալու հայ երգի ակունքներին այդ երթմանը հարազատ մնալու կարևորությունը ինձ դարձրեց գեղարվեստական ղեկավար։ Ես դիրիժոր չեմ, բայց ես երգիչ եմ եւ իմ ականջը շատ է կրթված այդ
այդքան տարիների պրոֆեսիոնալ երաժշտությունը ընկալելու եւ վերարտադրելու ունակությամբ, այնպես որ ես այդ ունակությամբ էլ շարունակում եմ աշխատանքը, բայց իմ ականջին այսօր չկա ոչ Հովանեսը, ոչ հատկապես Օֆելիա Կարպովնան, չի բացակայում այդ հնչողությունը, այդ ձայնը։ Ես անընդհատ փնտրում եմ այդ ձայնը։ Ուզում եմ, որ նման մեկը մեզ մոտ երգի։ Իհարկե պետք չի որ կրկնեն, չեն էլ կարող կրկնել, դա անբացատրելի է, որտեղ խոշոր անհատականությանը չեն կրկնում։ Կարելի է թութակել, բայց դա ոչ մեկին հարկավոր չի, բայց այդպիսի շնորհքով երգչուհի, շնորհներով օժտված երգչուհու ես երազում եմ ունենալ նաև մեր անսամբլի ելույթների ժամանակ եւ ես անպայման կգտնեմ անկարելի է որ հայ երգի մշակութային արգանդը դադարք լինի իհարկե հուսանք այդ ձեր երազը այդ երազը իրականություն կդառնա մի օր հարգելի եւ շատ սիրելի պարոն Մաթեոսյան կրկին շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար այսօր համոզված եմ որ ձեր անկեղծ հոգուց եւ սրտից բխող խոսքը Տիկին Օֆելիա Համբարձումյանի վաստակի եւ երգի գնահատման վերաբերյալ բավականին կհետաքրի մեր հայրենակիցներին եւ այս հաղորդումը եւս մեկ անգամ առիթ կլինի եւ իր երթին կնպաստի նաեւ որպեսի մեր հայրենակիցների շրջանում հատկապես երիտասարդ սերնդի սերը հայ ժողովրդական, գուսանական, աշխուղական երգի նկատմամբ ոչ միայն չի մարվի, այո, այդ եւ պատասխանատվությունը անպայման։ Հարգելի բարեկամներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր հայ երգի թագուհի Օֆելիա Համբարձումյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։